2025 թվականի կարևորագույն իրադարձությունը իհարկե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը եւ հռչակագիր ընդունելով, որը որպես վկա ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է, մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք, բայց կարեւոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաև ավարտին հասնել TRIP նախագծի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որ արդեն ստորագրված է եւ մենք արժեվում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերահացվում խաղաղության խաչմերուկի եւ սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Ուզում եմ ասել նաեւ, որ մենք Հայաստանում ընդհանուր առմամբ երկաթուղային ենթակառուցվածքները ավելի լավ վիճակի բերելու ուղղված աշխատանքներ ենք իրականացնում եւ այս պահին նաեւ հայտարարված է Ախուրիկ Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով եւ մենք իհարկե հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված այդ թվում միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր։ Վերադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին ուզում եմ հիշեցնել հարգելի գործընկերներ, որ նախագահ Տրամփի հետ մենք մի քանի մտադրությունների հուշագիր ստորագրեցինք, նրանցից մեկը վերաբերվում էր բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին համագործակցությանը եւ 8 ամիս, ըստ էության 10 ամիս է անցել այդ համաձայնագրի ստորագրումից եւ եկեք տեսնենք, թե մենք ինչ արդյունքներ ունենք արդեն իսկ։ Երևանի պետական համալսարանում ստեղծված է արհեստական բանականության կենտրոն, կառավարությունը $10 միլիոն է հատկացրել եւ սուպեր համակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար։ Երկրորդը Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը եւ այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը, ինչը տեխնոլոգիական լրջագույն անցում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը եւ այսպիսի ներդրումների համար նպաստավոր եւ հետաքրքիր երկիր լինելը իհարկե էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային իմիջը եւ իհարկե նաեւ մեր տնտեսական ներդրումային միջավայրը